գնում եմ բժիշկի սրտիցս լավ չեմ էլի։ Քանի տարեկան եք։ 60 եմ արդեն։ Գնում եմ բժիշկի ամեն անգամ 10-15 հազար փող են ուզում ինձնից։ Գնում եմ մտամ կոնսուլտացիա անեմ, 2 բառ սրտից ասում են, ասում են գնա այս դեղը խմի, քննշման դեղը։ Աշխատում եք, աշխատավարձը ինչքան է։ Աշխատում եք թե չէ։ Ինչքան եք ստանում աշխատավարձ։ Մի 150,000։ Դե հիմա եթե ձեր աշխատավարձը ենթադրում եմ, եթե ավելի բարձր է, գնացեք ձեր գործատուին ասեք 200,000-ը գրանցի, որպեսզի դառնա առողջության ապահով։ Հասկանում եմ ձեզ։ Մի հատ կարող եք դուք հրահանգել, որ ամեն ինչի համար 10-15 հազար դրամ չվերցնեք։ Տիկին Ավանեսյանը ուր է։ Տիկին Ավանեսյան թող գա էլի մի Եթե 150,000 փաստացի ստանում է, ուրեմն շահառու է, արդեն մոտև 200,000-ից ավել կլինի գրանցած աշխատավարձ։ Եթե 150,000 փաստացի ստանում եք, միգուցե չեմ աշխատում, կամ իմ ծնողնական մեկն է, ինչի համար է գումարը վերցնեն իզանից։ Տիկին Ավանեսյան, տեսեք կոնսուլտացիաների բարձր գումարների մասին է։ Բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, որովհետև եթե դուք առողջության ապահովագրության շահառուն եք, այդ թեմաներից արդեն կազատվեք։ Պարոն վարչապետ, կլսեք ինձ խնդրում եմ։ Այն անգամ որ դուք մեր փողոցում եք ապրում, մի թաղից են, գալիս եք մենք ձեզ ձեն ենք տալիս։ Դաժե որ վարձով տուն եք ման գալիս, իմ տունել եք եկեք այն թվերին։ Մենք ես ձեզ լավ ճանաչում եմ, դուք էլ ինձ այդ որ հիշեք, կճանաչեք։ Հիմա խնդրում եմ ձեզ, ովքեր որ ասենց թալանում են մեզ ուշադիր լսեք այդ բժշկությունը ու գնում ես 2 բար խնդրում եմ լսեք ես ձեզ կլսեմ հարգանքով ձեզ լիքը ձեր հանդեպ հարգանքով գնում ես 2 հատ բառ ասում ես 10,000 տալիս ես մի դեղա նշանակում ասում գնա կզանգեմ էլ որ զանգում է բայց ինչի համար ես պետք 10,000-ը տամ չունեմ ոչ մի բան հիմա ես որ ձեր հետ խոսում եմ ճնշում ես երևի այնքան այս հազիվ եմ խոսում Բայց հիմա մենք ուզում ենք ձեզ օգնենք, մի րոպե։ Օգնեք, թող էսը նախարարը, թող գրի, հարգելիս, եթե դուք 150,000 ստանում եք, դուք շահառու եք, դուք կարաք գնաք առանց այդ ամեն ինչի, ստանաք ձեր բուժումը։ Ես ձեզ հասկանում եմ, հարգելի պարոն վարչապետ ջան։ Բանը հարկերը ներսը, չէ, 200,000։ Էսա Վարդանաս պոլիկլինիկայում եմ ես գրանցված։ Գնում եմ, ասում եմ դու գրանցումը մի շաբաթից կարող եմ արդ ներնի ոնց։ Ասում մի շաբաթից արի, որ շուտ ես գնում։ Ասում որ 10-15,000 տաս։ Ամեն մի կոնսուլտացիան գնում ես նստում ես այդ բանը ես էլ կարամ ասում, ինքեր վարչապետ ջան, ցավը տանեմ։ Հիմա ինչ անենք, ասեք, ինչ։ Էսա նախարարը ստեղ է, թող մի հատ գրություն գրի, թող ինձ անվճար տանեն ստուգ։ Չէ, դե չի, եթե վճարով է քաղաքացի եմ, չունի, ինչ կապ ունի, բա բժիշկն էլ է քաղաքացի, բա ինքը աշխատավարձ։ Ես քեզ միշտ նայում եմ, բանով, դու միշտ ոնց որ ազգի համար չխոսած։ Ես ընկեր վարչապետի հետ եմ խոսում, ես իրան ձեզանից լավ գիտեմ։ Դե արեք չխոսանք, դուք մենակ խոսում եք, չեք անում։ Հարգելի պարոն վարչապետ ջան։ Եղբայր, տեն չի լինի, որ ամեն ինչը ձրի լինի։ Ոնց կլինի ամեն ինչը ձրի։ Քիչ պետք է լինի։ Կներեք, դուք որտե եք աշխատում։ Որտե եք աշխատում։ Ես գնում եմ, փայտ եմ կտրում, ամեն ինչ եմ անում։ Ձրի կկտրես փայտ։ Կկտրեմ։ Հա։ Դե ձրի կտրի։ Ուրեմն այդ գումարի մեջ խնդրում եմ։ Մի րոպե սպասեք։ Դուք իմ պաշտպանն եք, չէ՞։ Այո։ Ես ձեր պաշտպանն եմ, ես բժշկի պաշտպանն եմ։ Բժիշկն ասաղի վերահսկողն եք։ Լսեք, ասում եմ դուք որ փայտ եք կտրում, ձրի կկտրեք փայտ։ Կկտրեմ։ Չեք կտրի, չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ, եթե գումարը վերցնում եմ, շնորհքով կկտրեմ։ Ոչ մեկ չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ գումարը վերցնում եմ։ Ուրիշ բան, մի րոպե։ Ես ձեր հարցը հետեւյալի, եթե այդ գինը գրված է, որ կոնսուլտացիան արժի 10,000, դա ուրեմն օրինական վճար է։ Եթե չարժի, ուրեմն չէ։ Հիմա դուք որպես քաղաքացի, մենք ձեզ համար ստեղծել ենք հնարավորություն։ Ասցիք, որ աշխատում եք 200,000 դրամ աշխատավարձ ստացողը դառնում է առողջության ապահովագրության շահառու եւ այդ որևէ վճարում ընդհանրապես որևէ Ես լսեցի, հասկացա, անգեր վարչապետ։ Ես գնում եմ, ասում եմ այդքան գումար, բայց դրա այդ գումարի հիման վրա բուժումը չի անում։ Եղբայր, դուք աշխատում եք, թե չէ։ Աշխատում եմ, անհատական եմ։ Օրա գնում ես համ շինարարություն եմ անում ամեն ինչ։ Դե ասում եմ դուք ձեր աշխատանքը ձրի չեք անի, որովհետեւ Բայց որակով եմ անում, չէ՞։ Չէ, չգիտեմ որակով եք անում, թե որակով չեք անում։ Բայց ես գնում եմ Լսեք, ասում եմ բժիշկը գրած է, որ այդ ծառայությունը արժի այդքան։ Դուք պետքա վճարեք այդքան։ Պետք է աշխատեք, մի րոպե սպասեք, ինչ եմ ասում։ Ամենակ դուք եք խոսում, չեք թողում ես խոսամ, ընկեր վարչապետ։ Քանի րոպե եք ուզում խոսացեք, հետո ես կարող եմ ձերից նստեմ ու խոսամ, հաստատ ձեզ ես խելքով կկրեմ, հաստատ։ Չեմ կասկածում։ Ընկեր վարչապետ, ես գնում եմ, ասում եմ գումարը սա է, չէ՞, ես վճարում եմ։
խնդրում եմ, թող ինքն էլ բարի լինի, դրա հիման վրա նորմալ բուժումներ նշանակել։ Որ բժշկից ա ձեր բողոքը տվեք, մենք կստուգ ենք իր աշխատանքը։ Վարդանանց պոլիկլինիկա։ Անն ազգանը բժշկի ասեք, մենք կստուգ ենք իր Ես չեմ աշխատանքը։ կարող, օրը մեկի մոտ ուղարկում են ինձ։ Ձեր անուն ազգանը կասեք, ես Կարծեմ Մովսեսյան Ռազմիկ Սահակի։ Նա պարոն Մովսեսյանի ստացած ծառայությունները ստուգ ենք, Հարգելի նախարար, խնդրում եմ դուք Ստուգ ենք, արդյոք Լավ, ճիշտ չեմ- է։ Ես հիմա հասկացա, որ ձեր խնդիրը հիմնականում ծառայության գնի եւ որակի հարցն է։ հա, համգնի։ Անպայման Ընկեր կզբաղվի։ Վարշապետ ջան, ինչի համար կարելի է գնալ երկու բար խոսա, ասի այդքան կարող է դուք գումար ունեք։ Հասկացանք մենք։ Ես ձեր նման միլիոնավոր պրեմիաներ Հասկաց- չեմ ստանում, Հասկացանք, Սաղից շատից կարող է շատից ես լավ մասնագետ եմ, սաղից էլ լավ մարդ եմ, բայց ես ստանում եմ այդքան, Եղբայր, իսկ ձեր մեջ լսեք։ մարդիկ կան, որ ոչ մի բան չեն անում, միլիոներ փող են ստանում, Լսեք, պետք է ստանային։ եթե դուք լավ մասնագետ եք, աշխատանքի շուկայում ուրեմն կունենայիք այնքան աշխատավարձ, որ հիմա չգայիք ասեիք, Ես այնքան լավ մասնագետ եմ եղել, այնքան մարդ եմ եղել, որ եկեք ձեզ եմ ընտրել այն վաղ։ հա, Դուք էլ ինձ ասեցիք, դուք եք ասել, որ ձեր նման մարդիկ պետք է տեղ ունենան, ոչ թե ես իմ ով ունենամ։ դուք Բայց ինչ մեր կրթություն ունեք կներեք։ միջնակարգ կրթություն ունեմ։ Ինչ եք ուզում, որտեղ եք ուզում աշխատեք։ Եկեք Նախարար եմ ուզում։ Հենց Հա? հիմա հա նախարար եմ ուզում։ Չեմ նշանակել Որ ամիսը ձեզ 10 նախարար։ միլիոն փող ստանամ ու ժողովրդի համար լիքը բան Լսեք, կան այդ մարդիս համար։ հիմա լսեք այդ եմ ասում, այդ նախարարը որ աշխատավարձ է ստանում, այդ նախարարը թոշակա բարձրացրել, այդ նախարարը առողջության ապահովագրությունն է բարձրացրել, այդ նախարարը ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկի, այդ նախարարը զինվորականների աշխատավարձը կրկնապատկի, այդ նախարարի գործունեության շնորհիվ այսօր 700,000 դրամ ուսուցիչ կա աշխատավարձ ստացող, 700,000 դրամ զինվորական կա աշխատավարձ ստացող, այդ նախարարի աշխատանքի շնորհիվ այսօր հանրապետությունում ոչ մի սոված թոշակառու չկա։ Այդ նախարարի աշխատանքի Էս շնորհիվ մեջն տվեք ձեզ տվել եմ արդեն, հեսա տվել եմ։ Այդ նախարարի աշխատանքի շնորհիվ 2017 թվի համեմատ պետական բյուջեն 135%-ով ավելացել է։ Վարշապետ ջան, մի րոպե, այդ բայրը բաներ կա, որ ասում եք, ճիշտ չի։ Որը ճիշտ չասեք։ Համարյա 90%-ը ճիշտ Որը է ճիշտ չի, ասացի։ կոնկրետ ասեք։ Ասում եք սա դա հասկացա։ Կոնկրետ ասեք։ Ձեր կառավարման այս անձնակազմը Մի րոպե, կոնկրետ ասեք, բոլորը որ- լավ գումար են ստանում մեր հաշվին, ծնողի բան մեր այն սովորական Որ ձեր մարդիկ հաշվին իշխան են։ 2025 թվին ինչքան հարկ եք վճարել, որ մենք ձեր հաշվին ենք ստանում։ Դες արուն եմ տվես ազգի համար։ Որտեղ եք արուն տվես ազգի համար։ Որտեղ Իմ հողի համար, Որտեղ, իմ կոնկրետ։ Արցախի հողի համար, իմ Կոնկրետ, Հայաստանի։ հիմա հենց հիմա կճշտենք, մեր տվյալներով կճշտենք որտեղ եք արուն տվել։ Տեղը ասեք, որտեղ եք Ջիվոն արուն։ Աբրամյանն էլ իմ հրամանատարն Որտեղ եք արուն Մարտակերտեղ էլ եմ ելել, Աջիր Որտեղ եմ որտեղ ելել։ ձեր տվյալներն ասեք, հեսա պաշտպանության նախարարությունով կճշտենք։ Զանգի։ Պաշտպանության Մովսեսյան Ռազմիկ, Լենյան ջոկատ եմ եղել։ Համեցեք։ Հեսա կճշտենք, բայց եթե սուտ ասեք, դա հետևանք ա ունենա։